Հարգելի հեռուստատուներ, այսօր հեռանկարի հյուրն է Հայաստան խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, բարև ձեզ, Տիկին Վարդանյան, շնորհակալություն նախ մեզ հյուրընկալվելու համար եւ նաեւ շնորհավորում եմ ձեզ պատգամավոր 9-րդ գումարման ազգային ժողովի ընտրվելու կապակցությամբ։ Շնորհակալ եմ։ Երրորդ օրն արդեն նիստերը ընթանում են, չգիտեմ, հոգնեցուցիչ են այդ նիստերը։ Եթե անկեղծ շատ միշտ երրորդ օրն նիստերը ընթանում են, չգիտեմ մեզ հետևողները ինչ զգացողություններ ունեն եւ ինչ որ փոփոխության զգացողություն արդյոք ունեն թե չէ, բայց ունենք այն ինչ ունենք։ Եթե անկեղծ իմ կարծիքը հարցնեք, մենք այդ մեծամասնությամբ այլ պատկեր չենք կարողանա ունենալ։ Հոգնեցուցիչ են նիստերը ինչու համար, բովանդակությունն է հոգնեցուցիչ, ընթացքը թե նաեւ որ ինչ որ առումով կրկնությունն է նախորդ ազգային ժողովի։ Ես հաճախ ամոթի զգացողություն եմ ունենում այն թեմաներից, որոնք մենք քննարկում ենք, դա չեմ կարող չթաքցնել։ Ես հասկանում եմ, որ ինչ տպավորություն կարող է թողնել 100-րդ անգամ կրկնությունը թեմաների, բայց մեզ լսողները պիտի ըմբռնեն, օրինակ ինչու ենք մենք պատասխանում նույն թեմաներին թեկոս, որովհետև երբ չես պատասխանում, ուղղակի տպավորություն է ստեղծվում, որ ասելիք չունես ու ճշմարտություն է հնչում հակառակ կողմից։ Հիմա ունենք այս պատկերը եւ թեմաների առումով էլ խոշոր հաշվով կրկնություն է եւ դա կարող է հոգնեցուցիչ լինել, բայց ամենահոգնեցնողը այն է, որ հասկանում ես, որ խոսքը տեղ չի հասնում, մեկ է նկատի նրան ում կարող է ուղղված լինել այդ դահլիճում, բայց պետք է նաեւ հասկանալ, որ այդ դահլիճով չի սահմանափակվում, մենք պետք է խոսենք հանրության ու հասարակության հետ։ Բայց դե սա ինչ-որ բացահայտում չէ, այսինքն մենք կանխատեսում ենք, որ այսպես էլ պետք է լինի։ Սա մեր պայմաններն են, որտեղ մենք ապրում ենք եւ որտեղ նաեւ ստիպված ենք աշխատել։ Աշխատելը նորմալ չէ, սա աշխատանք է, սա առաջնագիծն է, քաղաքական առաջնագիծն է, որը ունի այսպիսի պատկեր։ Հիմա չէ, անակնկալներ չկան այդտեղ, ես չեմ կարող այստեղ գալ դժգոհել անակնկալներից, բայց ասում եմ, ունենք այն պատկերը, որը ունենք եւ այդ ակնկալիքը ես հասկանում եմ ակնկալիքը քաղաքացին ինչ կարող է ունենալ, որ ինչպիսի հարցեր եւ ինչ քննարկումներ կուզենա ունենալ։ Բայց ես ասում եմ, տեսեք ինչ ունենք մենք եւ ինքներս մեզ հարցնենք, օրինակ, ինչու մինչեւ 2018 թվականը մենք այս պատկերը չունեինք խորհրդարանում։ Ինչու՞։ Թեկուզ եղել են նաեւ շատ սուր բանավեճեր։ Այո, կար ինչ-որ գիծ, որից ներքև չենք իջնում։ Հիմա մենք ունենք այս պատկերը, որովհետև իշխանություն ունեն անսահմանափակ իշխանություն մարդիկ, ովքեր կարծես վիրավորվածություն ու նեղացվածություն ունեն մեր երկրից ու հասարակությունից։ Ու ինձ մոտ տպավորություն է, հատկապես վերջին 3 օրերին եմ կարողացել ինձ համար ձևակերպել, որ ոնց որ վրեժ լուծեն։ Երևի սա է գինը, երբ ոչինչ չունեցող մարդը ձեռք է բերում ամբողջական իշխանություն։ Լավ, անցնենք օրակարգին, առաջին նստաշրջանի առաջին հարցով բավականին այսպես երկար, հա, process-ը շատ երկար տևեց, ընտրվեց Ռուբեն Ռուբինյան ազգային ժողովի նախագահ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ կոնկրետ ձեր քաղաքական ուժի համար միևնույն էր, թե ԿՊԱ-ական 64 պատգամավորներից որը կընտրվի, այսինքն ձեր ընտրությունը կամ ավելի ճիշտ տվյալ պարագայում ընտրության բացակայությունը կամ ընտրությանը չմասնակցելը կապված չէր կոնկրետ անձի հետ, այլ կապված էր ձեր քաղաքական դիրքորոշման հետ։ Ես պատրաստ եմ քննարկել, անձամբ ես պատրաստ եմ քվեարկել այն ԿՊԱ-ական տեխնացուին, ով օրինակ կապահովի, որ իմ գործընկեր Արթուր Սարգսյանը, ով ապօրինի կալանքի տակ է եւ ով падգամավոր է ընտրվել, չնայած այն տեղեկություններին, որի մասին տարածել են, բայց շարունակում է կալանքի տակ մնալ եւ իր անձեռնամխելիությունը չի հաղթահարվում ազգային ժողովում, այսինքն դատախազը մի անգամ էլ չի գալիս, կարծիք չի հարցնում ազգային ժողովի падգամավորից, որը պահանջում է օրենքը, ով կապահովի, որ ինքը ներկա լինի։ Ես պատրաստ եմ քվեարկել այն ազգային ժողովի ղեկավար մարմնի անդամի օգտին, թեկուզ իշխանական, թեկուզ որն իրենք միայն կարող են, ով օրինակ պատրաստ է իմ եւ իմ գործընկերների հետ գնանք միջնորդություն ներկայացնենք, որ Արեգնազ Մանուկյանը իր 13 տարեկան աղջկա հետ հեռախոսով կարողանա խոսել։ Մարդուն ում մեղադրում են, կնոջը ում մեղադրում են շատ ծանր հանցագործության մեջ, բայց անգամ եթե իրենք ճիշտ են մեղադրանքի մեջ, հանցանք, որը ենթադրաբար գործվել է 2 տարի առաջ։ Մեղադրանքը եղել է 2 ամիս առաջ, իրենք կալանավորել են դրանից 2 ամիս հետո։ Լավ, այդ ամենով հանդերձ ինքը ինչու իրավունք չունի 10 տեսակցությունները փակեն բոլորի համար, այդ թվում ընտանիքի անդամների, 13 տարեկան աղջկա եւ 85 տարեկան մոր հետ չի կարող խոսել բաց կապով, որը ամբողջությամբ վերահսկվում է պետության կողմից, այսինքն ձայնագրվում է, կամ չի կարող տեսակցել։ Այսինքն մեկ չի, բայց ես ուզում եմ հասկանալ, որ այս պայմաններում է, երբ որ
չկա որևէ կետ, որի վրա կարող ես հենվել։ Ոչ թե մեկ չի, այլ հասկանում ես, որ այս դեպքում կա խմբային մտածողություն իրենց կողմից, եւ այդ խմբային մտածողության դեպքում կապ չունի այնտեղ ով է նախագահ։ Այսինքն մենք տարբերություն կարող է տեսնենք կոնյունկտուրային առումով Ալեն Սիմոնյանի եւ Ռուբեն Ռուբինյանի խորհրդանում, բայց բովանդակային առումով եւ քաղաքական գծի առումով չենք տեսնելու, գնալով ավելի վատն է լինելու։ Սա է մեր դիրքորոշումը։ Իսկ մենք անցած դեռևս գումարման խորհրդանից փակ գաղտնի քվեարկություններին չենք մասնակցում, որովհետև իշխող ուժը իր падգամավորների չքվեարկելը, չներկայանալը անդիմադիր ֆրակցիայի մասնակցության դեպքով կարողանում է մանիպուլացնել։ Հասկանալի է։ Ես գիտեք ինչ եմ ուզում ասել։ Տեսեք, ձեր խոսքում երկու անգամ նշեցիք այն հանգամանքը, որ 13 տարեկան է երեխան։ Ես որևէ առարկություն չունեմ տվյալ հանձի հետ կապված կամ առասարակ հանցանքի, տեսակի, այդ ամենի մասին չեմ խոսում, բայց կարծում եմ ինչ-որ իմաստով նաև շարքում է, երբ անընդհատ նշում են երեխայի հանգամանքը, անչափահաս լինելու հանգամանքը, որովհետև դա մեկ այլ տրամաբանությամբ նշանակում է, որ 13 կամ 12 կամ 10 տարեկան երեխա ունեցող կինը չի կարող հանցագործություն տալ։ Խոսում մեղավորության կամ անմեղության եւ մասին։ Դա դատարանը կարող է որոշել։ Ես անգամ այդ դատողությունը չարեցի։ Ես անգամ ինչ եմ ասում։ Դա է ուզում ասել, որ երկու անգամ նշեցիք 13 տարեկան երեխայի հետ։ Մենք խոսում ենք խափանման միջոցից, մենք չունենք դատավճիռ։ Մենք անգամ ես ասում եմ, ես այնքան նայվ չեմ, որ ԿՊ-ից ակնկալեմ, որ կասեն Արեգնաս Մանուկյանը անմեղ է։ Ես ասում եմ միակ պատճառը, որ կարող է լինել քաղաքական գործիչ Արեգնաս Մանուկյանին արգելել խափանման միջոցի ընթացքում տեսակցությունները եւ շփում էր 13 տարեկան երեխու հետ, դա կարող է լինել վրեժխնդրություն է։ Այլ բան չի կարող, այլ մոտիվացիա չի կարող լինել։ Անկամ ձեր շատ վտանգավոր հանցագործներ, որ նշեք, մարդասպանության, թմրադեղերի, իրենք այդ արգելքները չեն ունենում։ Բա քաղաքական, ինչու ենք ասում քաղաքական հետապնդողներ ու բանտարկյալներ կան։ Դա ո՞նց է որոշվում, որ մի պարզ բանաձևով, եթե քո նկատմամբ ավելի վատ խտրական միջոց է կիրառվում, ցանկացած դա կարող է այնքան պահման վայր է լինել։ Կարող է օրինակ այս դրվագը լինել, քան այլոց նկատմամբ, ովքեր չունեն այդ քաղաքական տարի իրենց գործում։ Որն է լինելու ձեր խմբակցության անելիքը այս ազգային ժողովում։ Հանրության շրջանում ունեցած մեր վստահության ամրապնդում ու ավելացում, շփումներ հանրության հետ, խոսել հանրության հետ, նախընտրական շրջանում տրված նաև խոստումների հնարավորինս առարկայական ներկայացում եւ գործող որպես վերջնանպատակ այդ ամեն ինչը ուղղված է լինելու գործող իշխանության փոփոխությանը։ Մեր մոտ նպատակների փոփոխություն չկա, մարտավարության փոփոխություն կա։ Այս իմաստով ձեր նշած առաջին իմաստով կարող ենք ասել, որ որոշակի հետընթաց ունեք ձեր քաղաքական ուժը, զուտ եթե թվերին նայենք, որովհետև 21-ին դուք 268, դու 270,000-ի սահմաններում ձայն հավաքեցիք, այս անգամ 145,000 ձայն։ Կարծում ես տաղավարի ժողովրդի վստահությունը ամրացնելու, բարձրացնելու այս տրամաբանության մեջ դուք այստեղից իջել եք այստեղ, մենք կարող ենք ասել, որ այդտեղ կա հետընթաց։ Չենք կարողանա, որովհետև այլ պայմաններ այդ դեպքում հաշվի առած չենք լինի։ 2021-ին մենք գլխավոր ընդդիմադիր ուժն էինք եւ խոշոր հաշվով միակ, մյուս ուժը երկար ժամանակ ասում էր, որ ընտրություններին չի մասնակցելու, վերջին պահին մասնակցել հայտ ներկայացրեց եւ ստացվեց այնպես, որ մենք ստացանք գրեթե բոլոր հակաիշխանական քվեները։ Այս անգամ մենք ստացել ենք գաղափարական, բացառապես մեր ծրագիրը քաղաքական խոսույթը կիսող, որտեղ այլ մոտիվացիա չկա մեզ քվեարկելու։ Մարդկանց քվե, որը 150,000 հսկայական քվե է։ Եվ ի ուրախություն մեզ ոչ թե տխրություն, այլ ընդդիմադիր քաղաքական դերակատարներ դաշտում եղել են, այդ նաև մեզնից շատ հավաքած։ Ես մեր հաղթանակը կհամարեի, եթե ինձ ասեք, եթե կախարդական փայտիկ ունենայիք եւ կարողանայիք վերադառնալու ցանկություն այսպեսի ունենայիք, որ դուք ունենայիք նույն քվեները, նույն ներկայացվածությունը կամ ավելի շատ, բայց ընդդիմությունը գումարային առումով ավելի քիչ ներկայացվածություն հնարաժեում, դուք այդպեսի ցանկություն կպահեիք, ոչ երբեք։ Այս ընտրությունների ու այս իրավիճակի բացառիկությունը նաև դա է։ Մեր նպատակը, որ ընդդիմությունը այդ դահլիճում լինի մեծամասնություն, ոչ թե մենք ընդդիմության մեջ լինենք մեծամասնություն։ Բայց ընդդիմության մեջ էլ դիրքավորվելու խնդիր կա, չէ՞։ Հիմա ընդդիմության մասով, ընդդիմությունը, եթե այդպես համարենք, 26 թվականին 200,000 ավելի շատ ձայն է հավաքել եւ շուրջ 10%-ով ավելի ներկայացվածություն ունի խորհրդանում, անգամ Բարգավաճ Հայաստանից խայտարակ պատկերը հաշվի առնելով մանդատագողությունը նկատի ունեմ։ Սա հաղթանակ չի, ես չեմ ուզում մենք վարդագույն ակնոցներով նայենք, բայց սա
ավելի մի քայլ առաջ է դեպի այն նպատակը, որը մենք հանրահռչակել ենք։ Քանի այս իշխանությունը չի փոխվել, մեզ համար կարևոր է, որպեսզի հանրագումարային ընդդիմությունը ավելի լինի, դիրքերը ավելի լինեն, քան իշխանության դա է նպատակը, որովհետև ելի եմ գրկնում, ոչ թե որովհետև ալտրուիստներ ենք եւ այլոց շահ, որովհետև հասկանում ենք, որ չկա մի ուժ, որը միայնակ կարող է բերել փոփոխություն։ Մենք դրանից ենք ելնում, դա է մեր նպատակը։ Մենք գիտենք նաև, որ ընդդիմության մեջ էլ չէ ներքին հակասություններ կա։ Բայց ի՞նչն է դրա խնդիրը։ Ընդդիմությունը տարբեր է։ Ես չեմ ասում, որ խնդիր կա։ Ընդդիմությունը տարբեր է, մարտավարությունը տարբեր է, տարբեր ընդդիմադիր ուժեր են, տարբեր անհատներ են, ունեն տարբեր մոտեցումներ։ Եթե այդ տարբերությունները կուզեք հակասությունները չլինի, կլիներ մեկ ուժ։ Այո, մենք մեկ ուժ չենք։ Չենք էլ հավակնում եւ ես կարծում եմ պետք էլ չի։ Կարևոր է արդյոք ընդդիմադիր դաշտում հանդես եկող, հատկապես խորհրդարանական ընդդիմությունը ունի առանցք, կարևորագույն կետեր, որոնց շուրջ կարող է լինել համագործակցություն եւ կա համախոհություն։ Այս պայմանությամբ կա։ Կփոխվի որևէ բան այդտեղ։ Հանրությունը պիտի դատի ում մոտ ինչն է փոխվել։ Հիմա տեսեք, այս անցած 3 օրերի վեճերից մեկը ընտրակեղծարարության այդ հարցի շուրջ էր, այդ թեմայի շուրջ, դիմադիրները ասում են, որ Հայաստանի պատմության մեջ այսպիսի մեծ ծավալով մանդատագողություն երբեք չէր եղել, օրինակ է բերվում Բարգավաճ Հայաստան կուսակցության այդ ԲՀԿ-ի հետ կապված խնդիրը։ Այնտեղից էլ միշտ հակադարձում են, հիշեցնում են ձեզ այն ժամանակները, երբ այդ հայտնի թևավոր խոսքը եղավ, ինչ կան ուզենք, այդքան խփենք եւ ասում են, եթե մենք կեղծեինք ընտրություններ 49% չէինք հավաքի, այնպես կկեղծեինք, որ հենց այդ դրամաբանության մեջ ինչ կան ուզենք, այդքան էլ կխփեինք։ Հայաստանի երկրորդ նախագահը 2003 թվականին հավաքել է 49%, ընտրվել է երկրորդ փուլով։ Բայց իրենք չգիտես ինչի բոլոր ընտրությունները ասում են կեղծված է։ Ուրեմն իրենց դրամաբանությամբ կեղծված չէ։ Լավ, ուրիշ բան ասեմ։ Թող օրինակ բերեն, երբ է քաղաքացիները գնացել քվեարկել մի ուժի օգտին, այդ ձայները բավարարել է, որպեսզի խորհրդարան անցնի այդ ուժը, բայց ԿԸ-ն որոշել է, որ դա այդպես պիտի չլինի։ Ու տարբեր կարգավորումներ է կիրառել հակաօրինական։ Երբ է եղել այդպիսի դեպք, կարող են ասել։ Ես ուզում եմ, որ մեզ լսող հանրությունը նաև շատ լավ պատկերացնի։ Մենք չենք ասում, որ խնդիր չի եղել ընտրական գործընթացում Հայաստանում, ամեն ինչ փայլուն է եղել, բայց մենք 90-ականներից տեսել ենք շատ վատ ընտրություններ, բայց 90-ականներից ունեցել ենք գնալով դեպի մի քայլ առաջ գնացող ընտրություններ։ Ի վերջո հասել ենք մի համակարգի, որ 2017-ին ԿՊ չի բողոքարկել ընտրության արդյունքները։ Այդպիսի ընտրություններ են եղել։ Հիմա էլի փայլուն չէ, բայց ԿՊ-ն ինքը չի բողոքարկել, եկել է սահմանադրական դատարանում, անգամ արդյունքները չի վիճարկել։ Հիմա դրանից հետո լուսավոր 21-րդ դարում մենք հետ ենք շպրտվում 90-ականներ, որտեղ այո գուցե քվեաթերթիկներ չեն լցոնվում, որովհետև դրա կարիքը չկա։ Կան մի որոշում է կայացնում, որով 60,000 քաղաքացու ձայն առ ոչինչ է դառնում։ Հիմա պատկերացնում եք, քանի քվեաթերթիկ պետք է լցոնվեր, քանի քվեատուփ պետք է գողացվեր 60,000 ձայնի համար։ Հիմա դա տեղի է ունեցել ԿԸ-ի մի մեկ որոշմամբ։ Դրա համար ենք ասում, որ սա ոչ միայն աննախադեպ հետընթաց է վատագույն ավանդույթներով Հայաստանում երբևէ եղած, այլ նաև աննախադեպ է նրանով, որ չի եղել այդպիսի բան, հատկապես այս ուղի եթերի պայմաններում, որ մենք ուղի եթերով տեսել ենք դա ինչպես է եղել։ Հիմա եթե եղել է, թող ցույց տան։ Սա է խնդիրը։ ԲՀԿ-ն իմ հարազատ կուսակցությունը չի։ Դե բարձ որ հարազատը չի, բայց այս դեպքում հարազատին մոտ ինչ որ չէ։ Հարազատին մոտի հարցը չի, բայց եղել է մի բան։ Ես հաշվի եմ նստում, որ Հայաստանում կան 100,000-ավոր քաղաքացիներ, ովքեր ԿՊ-ին ձայն են տալիս։ Բայց իրենք հաշվի նստում են, որ կան 100,000-ավոր ընդդիմադիրներ, ովքեր ընդդիմությանն են ձայն տալիս։ Թե բոլորը կաշառակեր են այդ քաղաքացիների։ Բա 60,000 մարդու ձայն, որ տվել է կոնկրետ ուժի, ժողովրդավարության բաստիոնում ինչ եղավ։ Այդ ուժի ներկայացուցիչները պիտի հայտնվեն արժևին, ոչ թե բանտում։ Բայց չէր կարող, որ իրականում այդ թիվը լիներ մի քանի թեկուզ 100-ականով քիչ պահանջված շեմից եւ իրական պատկերը հենց այդպեսին լիներ, այսինքն դուք դա բացառում եք, որ ԲՀԿ-ն կարող է հենց իր հավաքած ձայներով։ Բայց կարող է մենք գուշակություններ պետք է չանենք եթերում։ Իհարկե պետք է չանենք, բայց մենք նաեւ չպետք է բացառենք, չէ՞։ Բայց բացառելի ԿԸ-ն հրապարակել է արդյունքներ, առանց չեղարկելու կոնկրետ ընտրատեղամասերի արդյունքները ԲՀԿ-ի ձայները բավարարում էին շեմը հաղթարելու համար, 3 ընտրատեղամասի արդյունք չեղարկեցին, որը այդպես պիտի անեն, եթե եղել էր ինչ-որ եղել էր, բայց դրանից հետո պիտի նշանակեն վերաքվեարկություն։ Վերաքվեարկություն չնշանակեցին, արդյունքում ԲՀԿ-ն մի քանի 100 ձայնով չկարողացավ հայտնվել խորհրդարանում։
այն բանից հետո երբ իրենք չեղարկեցին կոնկրետ ընտրատեղամասերում որտեղ ԲՀԿ-ն ստացել էր համեմատաբար բարձր ձայներ, քվեներ էր ստացել, այդ տեղամասերում չեղարկեցին ընտրությունների արդյունքները։ Հիմա ակնհայտ միջամտություն է, չէ՞, ԿԸ-ի մի քանի որոշումով, հատկապես երբ որ սևով սպիտակի վրա գրված է, որ այո, այդ դեպքում դու կարող ես չեղարկել, բայց պիտի նշանակես ընտրություններ։ Հիմա դա է խնդիրը, որ օրենքի իմպերատիվ պահանջի անտեսում է եղել քաղաքական նպատակարարությունից ելնելով։ Հիմա դա բումերանգ է։ Ես հասկանում եմ, որ իշխող ուժի պատգամավորներից մեկը ասաց իշխանությունը այդպիսի հատկություն ունի։ Կտրում է գետնից, իր վիճակից կտրում է։ Այո, այդպիսի հատկություն ունի։ 8-րդ տարին է, բայց պիտի իմանամ, որ բումերանգի օրենքը կա ամեն դեպքում։ Մեր ժամանակը քիչ է, ես ուզում եմ երկու հարցել ուղղեմ ձեզ։ Ձեր ելույթներից մեկում ասել եք, որ մենք այստեղ չենք, խոսքը այս քանի օրերի ելույթներից մեկի, եթե չեմ սխալվում, առաջին օրվա այս ելույթի, մենք այստեղ չենք, որ անցյալը վերադարձնենք, այստեղ ենք, որ մեր պատկերացրած ապագան կառուցենք, չասեք թե կոնտեքստից կտրված եմ ասում, խոսքը ավելի երկար էր, ես առաջ իմաստ եմ վերցրել, բայց կարծես թե այս ընտրության արդյունքներով ժողովուրդը ձեր ասած այն առաջին մասին է ավելի շատ հավատացել։ Ինչու՞։ Ձեր քիչ ձայների համար եմ ասում։ Նախ 150,000-ը քիչ չի։ Այն ուժը, որը Հայաստանում 10 փոփոխություն արեց, սարսափելի մեծ թիվ է, նայած ինչի է դες համեմատում։ Դա եմ ասում։ Եվ երկրորդը կրկնում եմ։ Եթե վերջի տեղը գրաված կուսակցության հետ համեմատենք, շատ մեծ թիվ է, բայց եթե ձեր նախորդի հետ համեմատենք, 150,000 ձայնը հսկայական պատասխանատվություն է, հսկայական ձայների քանակ է։ Ես կարծում եմ, որ իշխանություն չեղած ԿՊ-ն շատ կցանկանար այդքան ձայներ հավաքել։ ԿՊ-ն ասում է, որ իրենք նախորդ ընտրությունների համեմատ 40,000 ավելի են հավաքել։ Իշխանությունն Հայաստանում ոչ մի արտարոց բան տեղի չունեցել, իշխանությունը վերարտադրվել է ընտրությունների արդյունքում։ Այ քեզ զարմանք։ Թույլ ընդդիմության շնորհիվ, այդպես ասենք, կամ վարչական ռեսուրսների, ընտրական շտաբերի, եւ ծավալները եւ այս իշխանությունը եկավ, որ ինչ միշտ եղել է դա պահպանի եւ փաթեթավորի թե փոխի եւ արմատախիլ անի, դա ենք մենք հարցնում 90-ականներին ինչ եղել է 2026-ին կրկնելը տրամաբանական եւ արդարացված պատճառաբանություն չի եւ երկրորդը այո այստեղ չենք անցյալը վերադարձնելու համար դա նախ նպատակ չի եւ երկրորդը տեխնիկապես էլ հնարավոր չի ոչ մեկ 2026-ին չի կարող օրինակ 92-ը հետ բերել Շնորհակալություն Տիկին Վարդանյան, ձեր ելույթից մի մեջ բերում էլ մենք այստեղ ենք անվտանգ պետություն կառուցելու համար։ Քաղաքական ձեր խոսքից հիշեցրեցի, ճիշտ էր, չէ՞։ Դուք ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը շատ երկար տարիներ իշխանության մաս է կազմել։ Այդ տարիներին մենք այդ անվտանգ Հայաստանը ունեցել ենք։ Թող քաղաքացին ասի։ Ունեցել ենք, թե չենք ունեցել։ Ես կարծում եմ, որ ունեցել ենք։ Ես կարծում եմ, որ ունեցել ենք։ Բայց վստահ չեք, կարծում եք։ Համոզված եմ, որ ունեցել եք, ես դա իմ համեստությունն էր։ Իհարկե ունեցել ենք։ Այսինքն մենք ունեցել ենք մեր անվտանգային միջավայրը չի փոխվել, չէ՞։ Սպառնալիքներն չեն փոխվել։ Սպառնալիք չենք ունեցել։ Եթե անվտանգի սպառնալիք չունենք, չէ՞, զոհեր չենք ունեցել։ Ոչ, դրա մասին չխոսք։ Կարողացել ես դիմագրավել քո սպառնալիքներին։ Կարողացել ես, ունեցել ես բանակցայինից մինչև անվտանգային ռեսուրս դիմագրավելու քեզ պահարտադրվող պահանջներին եւ նաեւ կոնկրետ սպառնալիքներին Օրինակ, ինչու որը մեկ հարց չտալիս, ինչու ապրիլյան պատերազմը չվերածվեց 44-օրյա պատերազմի։ Նույն դերակատարներն էր, ռազմական բալանսը տարբերություն կար հօգուտ Ադրբեջանի, նույն նպատակադրումներ։ Ո՞նց հնարավոր եղավ նա 4 օրում կանգնեցնել, այս մեկը 44 օր տևեց եւ այդ հետևանքները եղան, որի արդյունքում այս ամբողջ անվտանգային միջավայրի փլուզումն էր։ Սա օրինակներից մեկն էր։ Ի վերջո Ադրբեջանը մեզնից երբ է պահանջել սահմանադրություն փոխել ու մենք դա դարձրել ենք ներքաղաքական քննարկման առարկա։ Այսինքն անվտանգությունը իր ներքին, արտաքին բաղադրիչներով մենք ունեցել ենք։ Ոչ դա անթերի երկիր չի եղել, բայց մեր վրա հարձակվելը բան չի եղել, անվճար չի եղել, այսինքն գին է ունեցել, որը մտածել են վճարել, թե չէ, բայց էլի մենք չենք ուզում, որ գանք կրկնենք օրինակ 15-ին Պարզապես հասարակությունը չընտրեց անվտանգ ժամանակների իշխանությանը։ Միշտ բոլոր հասարակությունները կարող են խաբվել։ Հիտլերյան ժամանակների Գերմանիայի հասարակությունը խաբվել է Հիտլերի բոցաշունչ ելույթներին։ Դա չի դատապարտում հիտլերյան այսինքն Գերմանիայի ժողովրդին հավերժ այդ Հիտլեր ընտրելու։ Ժողովուրդները կարող են սխալվել, դա կարող է ունենալ խորը հոգեբանական պատճառներ, մեր խնդիրն է ցույց տալ ճանապարհ, ի վերջո բերել, որ փոխենք այս ճանապարհը։ Ես հավատում եմ, որ դրան հասնելու ենք։
Շատ շնորհակալ Ես եմ եմ շնորհակալ։ լավ զրույցի համար, այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Հայաստան խմբակցության падգամավոր Քրիստինե Վարդանյանը։